Նինոցմինդայի թիվ 1 հանրային դպրոցում ուրախ մթնոլորտ էր տիրում։ Առիթը նշանակալից էր։ Հանրակրթարանի 4 B դասարանի աշակերտները հրաժեշտ էին տալիս իրենց տարրական դպրոցին, դասվար Գայանե Ասլանյանին և տեղափոխվում էին 5-րդ դասարան։ Երգ ու պարով, գեղեցիկ բեմական ներկայացումներով աշակերտները հանդես եկան, արտահայտելով իրենց շնորհակալությունն ու ջերմ սերը դպրոցին և ուսուցչուհուն։ Միջոցառումը լի էր ուրախությամբ, հուզումով և պայծառ հույսերով ապագայի հանդեպ։ Այսօր մեզ տոն է բերել, զարդարանքով մեզ հավատ է բերել, միջոցառումը համար ենք բացված։ Միմյանց և տարբեր ենք, տաքարյուն ենք, սառնարյուն, 4 տարի է անցել այն օրից, երբ Նինոցմինդայի թիվ 1 հանրային դպրոցը գրկաբաց ընդունեց մեզ ելով ինչպես հրազատի։ Այս լույսերը թող լույս լինի, ոչ մի արգեք մեր ճանապարհին, այս հայնարձակ ճանապարհին լինենք ազնիվ, խելոք ու շիմ։ Նինոցմինդայի թիվ 1 հանրային դպրոցի 4-րդ B դասարանի հրաժեշտ տարրական դպրոցին միջոցառումներ։ Նրանք այսօր անցում կատարեցին տարրական աստիճանից միջին դպրոց, մեզ պատմեցին իրենց այս 4 տարիների ընթացքում գիտելիքի զարմանահրաշ աշխարհում ունեցած ճամփորդությունների մասին։ Շնորհավորում եմ իմ սիրելի աշակերտներին, ցանկանում եմ նրանց առողջություն, երջանկություն, բազում հաջողություններ և խաղաղ մանկություն։ Ես Լյովա Էլոյան եմ, 10 տարեկան, մեր դպրոցը թիվ 1 հանրային դպրոցն է, մենք ավարտեցինք 4-րդ B դասարանը, պետք է տեղափոխվենք 5-րդ դասարան։ Ես շատ գոհ եմ մեր դասվարից, ընկեր Գայանեից, նա մեզ գիտելիքներ է տվել և շատ բաներ, ես շատ գոհ եմ։ Ես Սամսոն Սնխչյանն եմ, այսօր իմ սպասված ամենաուրախ օրն է, ես այսօրվան շատ էի սպասում, այսօր մեր միջոցառումն է, մեր դպրոցը թիվ 1 հանրային դպրոցն է, այսօր մենք ավարտեցինք ուսման տարին և ես հուզված եմ, քանի որ հրաժեշտ եմ տալիս իմ ուսուցիչներին։ Միջոցառմանը մեծ հետաքրքրությամբ ունկնդիր էին դպրոցի տնօրենը, ուսուցիչներ և աշակերտների ծնողները։ Մոտ 1 ժամ շարունակ տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ Յուրաքանչյուր ելույթ լցված էր սիրով ու հոգատարությամբ, իսկ հանդիսատեսը հիացմունքով։ Ուսուցիչներն ու ծնողները հպարտությամբ էին հետևում իրենց երեխաների ելույթներին։ Միջոցառումը դարձավ հուզիչ հրաժեշտ լի ծափահարություններով, ժպիտներով ու գեղեցիկ հիշողություններով, որոնք երկար ժամանակ կմնան բոլոր ներկաների հիշողության մեջ։ Այդը մի փոքրիկ դրվագ մեր անցած մնացած օրերից։ Տաճ ջան, այս ինչ գիրք ես կարդում։ Ինչ եմ կարդում, տղա ջան, կարդում եմ Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից։ Իսկ ո՞րն ես կարդում, Տաճ ջան։ Հինոկնությունը լսել եք, որտեղ Թումանյանն ասում է. ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք։ Պապ ջան, Պապ ջան, իսկ Թումանյանը ինչ իմաստով է գրել, մենք ենք լավ ապրում, թե դուք եք լավ ապրել։ Ինչ ասեմ իմ անուշիկ փորին, եթե 2 տարի առաջ լիներ, կասեի դուք, մենք ոչ համակարգիչ ենք ունեցել, ոչ բջջային հեռախոսներ, ոչ էլ համացանց, բայց հիմա դժվարանում է պատասխանել, ախր ինչեր չանցավ ձեր գլխով, ինչեր ասես, որ չտեսամ, քորանամ ես։ Թե մի հեռու տեղ գնամ, փոքրիկ ինչպես ծերացած մայր, փոքրիկ ինչպես նվերին զավակ, իսկ քարտեզի վրա ընդամենը մի արցունքի կաթիլ, սա իմ երկիրն է չափերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ։ Ուսուցիչներ սիրելի, արժանի եք հարգանքի, մեծարանքի ու պատվի, բազում խելոք սերունդներ, ճանապարհել եք կյանքի։ Գլորվեցին տարիները և հուշ դարձան լավ օրերը, մեր սրտերում միշտ կմնա հետաքրքիր ձեր դասերը։ Գիտեք ինչով է կյանքը գեղեցիկ, կրթությունով է կյանքը գեղեցիկ, ուսուցիչներով ու դպրոցներով գեղեցիկ է ու հիանալի։
Գիտելիքը գանձ է, մեր միակ գանձը աշխարհի, որը կօգնի հաղթահարել դժվարություն ամենին։ Արժե ապրել քողի մեջ, եւ քեզ միշտ կողերքել, այնպես որ քողանց գործը հիշող լինեն բոլորը։ Երանի աշխարհի բոլոր մայրերը ծառեր տնկեին իրենց հայրենիքում եւ նրան չտապալեր եւ ոչ մի քամի։ Օտար հողում տնկած ծառը օտարինն է, քոնը չէ։ Թե մոռացար քո բարբառը, օտարինն է, քոնը չէ։ Միլիոնների հարստություն ունենաս քոնը չէ։ Թե մոռացար խաչ ու տաճար, քո հավատքը քոնը չէ։ Ում ես թողնում, հողդ եղբայր, հող հնդարի, քոնը չէ, մայր հայրենի, ու մայրը սուրբ ընտրովի չեն, կամքով չեն, թե չունեցար հայրենի տուն, քո հայրենին քոնը չէ։ Գիտենք, այսօր Նինոց Մինդայի թիվ 1 հանրային դպրոցում 4-րդ B դասարանի աշակերտները հրաժեշտ են տալիս իրենց տարական դպրոցին։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր տնօրինությանը, ընկեր Դիանա Թոմասյանին, մեր դասավանդող ուսուցիչներից եւ մեր դասղեկ Գայանե Ասլանյանից։ 2021 թվականին, երբ որ մեր երեխաները հաջողեցին նոր ուսումնական տարի, նրանք ոչինչ չգիտեին։ Մեր ուսուցիչների շնորհիվ նրանք դարձան տարաճանաչ, թվաճանաչ եւ այլ տարրական գիտություններ ձեռք բերեցին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր երեխաներին այս գեղեցիկ միջոցառումը ավարտին հասցնելու համար։ Թող 2025-2026 ուսումնական տարում մեր երեխաները ավելի լավ սովորեն, ավելի լավ կրթություն ստանան, որպեսզի կյանքում դառնան պիտանի մարդ։ Բարի երթ մեր սիրելի երեխաներին 2026 թվական 5-րդ դասարան։ Այսօր թիվ 1 դպրոցի հանրային դպրոցի դարականի հրաժեշտներ անչափ շնորհակալ ենք ընկեր Գայանեից, որ մեր երեխաներին 4 տարիների ընթացքում կրթել է, իր գիտելիքներն է փոխանցել, ինչու՞ չէ, նաև մայրական սերն է փոխանցել։ Երկրորդ մայրիկ է կոչվում մեր ուսուցչուհին առաջի։ Շատ շնորհակալ ենք նրանից, շատ շնորհակալ ենք ընկեր Դիանայից, նաև ինքն է շատ մեծ դեր խաղացել մեր երեխաների համար, անչափ շնորհակալ ենք բոլորից, շատ տպավորված ենք հանդեսից, հիանալի ելույթ ունեցան մեր երեխաները, շնորհակալ ենք բոլորից։ 4 դասարանի աշակերտները, ովքեր այժմ արդեն տեղափոխվել են 5-րդ դասարան, իրենց հետևողական ուսման շնորհիվ ձեռք են բերել գիտելիքների լայն հորիզոն եւ տպավորիչ բառապաշար։ Տարիների ընթացքում նրանք ոչ միայն տիրապետեցին տարբեր առարկայական հմտությունների, այլ նաև սովորեցին մտածել, վերլուծել, արտահայտվել եւ հաղորդակցվել։ Նրանք պատվով հաղթահարեցին տարական դպրոցի կարևորագույն փուլը եւ այժմ պատրաստ են մեկ աստիճան բարձր քայլելու, մտնելով միջին դպրոցի դռները, ավելի ինքնուրույն եւ վստահ։ Հայն իր ոսկե տարով գրերի պես է, հայն իր ոսկե թափ Մասիսի պես է, նրանով Նոյի տապան ունեցանք, աշխարհն անգամ կործանվի նա կա, մեր բիբլիական անցյալը վկա։ Մենք հայերս զարմանալի ժողովուրդ ենք, այս աշխարհում ազգերի մեջ հավերժական մի ճամփորդ ենք։ Մենք հարուստ ենք մեր ունեցվածքով, անցյալով ու ապրածով, հայրենիքով, հավատքով, մեր ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցով։ Մենք հարուստ ենք մեր զինվորներով, մեր քաջ տղերքով, մեր արծիվներով, սահմանը պահող քաջ մարտիկներով։ Ես երջանիկ եմ այս հրաշք լույսով, որը կոչվում է կյանք, ու վաղվա օրվան ասպար հավատով եմ, նաև երջանիկ։ Որ այստեղ այսօր նեցած
Սահակյանին, որ այս հրաշքը դառնա տուն։ Ես Զարա Պապոյանն եմ։ Մենք այսօր պատրաստել էինք մի միջոցառում, որը նվիրված էր հրաժեշտ տարրական դպրոցին։ Մենք շատ էինք այս միջոցառման վրա աշխատել եւ վերջապես այս միջոցառումը ներկայացրեցինք, բոլորը շատ ուրախացան, մեզ գովեցին։ Մենք այսօր հանդես եկանք երգերով, անգիրներով եւ պարերով։ Ես Անգել Նաթարզյանն եմ, թիվ 1 հանրային դպրոցից եմ։ Մենք այսքանը տանջանքով էինք պատրաստել մեր միջոցառումը։ Մենք ավարտեցինք հրաժեշտ դպրոցին, տարրական դպրոցը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուսուցիչներից մեզ դպրոցում կրթելու եւ սովորեցնելու համար։ Ես ամառային արձակուրդներին շատ կկարոտեմ իմ ուսուցիչներին։ Ես շատ շնորհակալություն եմ հայտնում մեր դասավանդող ուսուցիչներից, մանավանդ մեր դասղեկից, որովհետեւ նրանք կրթել, դաստիարակել եւ շատ բան են փոխանցել մեզ, օրինակ գիտելիքներ եւ նրանց իմացածը։ Ես Մանե Բասենցյանն եմ, այսօր տեղի ունեցավ թիվ 1 հանրային դպրոցում միջոցառում։ Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այսպիսի լավ եւ հիասքանչ դասվար եւ ուսուցիչներ։ Ավարտեցինք դպրոցը, առջևում ամառային արձակուրդներն են, լավ կհանգստանանք եւ սեպտեմբերի 15-ից նորից կգանք դպրոց։ Ճիշտ է, նրանք բաժանվում են տարրական դպրոցից եւ Սեիլի դասվարից, բայց առաջիկա ուսումնական տարում կրկին կգտնվեն նույն հոգեհարազատ դպրոցի հարկի տակ։ Նոր դասարան, նոր ուսուցիչներ, նոր փորձառություններ, բայց նույն դպրոց, որը շարունակում է լինել իրենց գիտելիքների ու մարդկային արժեքների կերտման բնօրրանը։ Բարի երթ ձեզ, Սեիլի աշակերտներ, թող ձեր կրթական ճանապարհը միշտ ուղեկցվի հետաքրքրությամբ, նվիրումով եւ հաջողություններով։ Թող ձեր